Բարև։ Գիտնականները առաջին անգամ բառացիորեն որսացել են հսկա աստղի ծնունդի պահը եւ այն, ինչ նրանք տեսել են, նման է մի ամբողջ գալակտիկայի փոքրացված տարբերակին։ Մեզանից 4000 լուսատարի հեռավորության վրա գտնվող IRAS 1834-1942 անունով հսկա գազային ամպի կենտրոնում ALMA եւ VLA աստղադիտակները հայտնաբերել են ամբողջական աստղային գործարան, հսկայական գազային թևեր, որոնք ձգվում են տասնյակ հազարավոր աստղագիտական միավորներ, նյութի փոխանցման նեղ ուղիներ եւ փոքրիկ սկավառակ, որտեղ քաոսից ծնվում է նոր լուսատուն։ Եթե փոքր աստղերի առաջացումը հարաբերականորեն պարզ է, դրանք առաջանում են սեղմված գազային ամպից, ապա հսկա աստղերի դեպքում, որոնց զանգվածը գերազանցում է Արեգակի 8 զանգվածը, պրոցեսը բարդ է ինչպես բազմաշերտ հոսքագիծ։ Գազը շարժվում է խիստ կազմակերպված համակարգով, պարուրաթևերը ուղղում են այն դեպի կենտրոնական հատված, այնտեղից դեպի կեղծ սկավառակ, ապա փոքր ակրեցիոն սկավառակ։ Վերջինն էլ սնուցում է պրոտոաստղը ու նյութի շիթեր արձակում դրա բևեռներից։ Հայտնաբերված օբյեկտի դեպքում ներքին սկավառակն արտաքինի նկատմամբ թեքված է գրեթե 60 աստիճանով եւ նրանք պտտվում են հակառակ ուղղություններով։ Սա նշանակում է, որ գազը աստղի մոտ է հայտնվում չափաբաժիններով, ինչն առաջացնում է ճոճուն եւ շեղուն պտտման առանցքը։ Նման երևույթ նախկինում դիտարկվել է միայն արեգակնատիպ աստղերի դեպքում։ Ավելացնենք դրան մեթանոլային մազերների, այսպես ասած, տիեզերական ռադիոփարոսների առկայծումները, որոնց պայծառությունը մի քանի ամսում աճել է 10 անգամ։ Սա հուշում է, որ պրոտոաստղը ագահաբար կլանում է գազի նոր չափաբաժիններ, սակայն հետազոտության առանցքային եզրակացությունն ավելի խորն է։ Պարուրաթևերով եկող նյութի միայն փոքր մասն է բաժին հասնում աստղին։ Միջանկյալ ստրուկտուրաներն աշխատում են ինչպես ֆիլտրեր, կարգավորելով աստղի աճը։ Այդ իսկ պատճառով հսկա լուսատուները ձևավորվում են ոչ թե ակնթարթորեն, այլ 100 հազարավոր տարիների ընթացքում։ Ու ամենազարմանալին, որ ամբողջ համակարգը նման է փոքր պարուրաձև գալակտիկայի, պարուրաթևերով, բարով եւ ակտիվ միջուկով։ Միայն թե կենտրոնում ոչ թե գերհսկա սև խոռոչը, այլ նորածին աստղ, որը շարունակում է ուժ հավաքել։ Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները փորձել են գնահատել, քանի մոլորակ կարող է լինել ծիր կաթին գալակտիկայում, որոնց վրա ոչ միայն առաջացել է կյանք, այլև ձևավորվել է բանական քաղաքակրթություն։ Նրանց եզրակացությունները զարմացնում են ու մի փոքր վախեցնում։ Եթե անգամ ինչ-որ տեղ հիմա գոյություն ունի քաղաքակրթություն, որը կարող է հաղորդակցվել մեզ հետ, ապա այն պետք է փնտրել մեր գալակտիկայի մյուս կողմում, մեզանից 33000 լուսատարուց ոչ պակաս հեռավորության վրա։ Ինքը որոնումը սկսվել է ավելի քան կես դար առաջ։ 1961 թվականին ամերիկացի աստղագետ Ֆրենկ Դրեյքը առաջարկեց իր հռչակավոր հավասարումը, որը դարձավ այլ մոլորակային գիտակցությունների որոնման խորհրդանիշը։ Այն հաշվի է առնում ամեն ինչ աստղաառաջացման արագությունից մինչև քաղաքակրթությունների կյանքի տևողությունը։ Սակայն հավասարման մեջ անհայտներն այնքան շատ են, որ այն հավասարապես թույլ է տալիս ենթադրել, թե գերբնակեցված տիեզերք ու թե մեր բացարձակ միայնությունն ամբողջ տիեզերքում։ Ավստրալացի գիտնականները շարժվել են այլ ուղղությամբ։ Այլ մոլորակայինների տեխնոլոգիաների մասին գուշակություններ անելու փոխարեն նրանք կենտրոնացել են այն մոլորակների վրա, որտեղ սկզբունքորեն հնարավոր է երկրատիպ կյանք ու պայմանների ցուցակը բավականին երկար է։ Առաջին ու գլխավոր պայմանը ազոտային մթնոլորտն է։ Երկրի վրա այն կազմում է օդի 78%-ը, ստեղծում է անհրաժեշտ ճնշում, որը թույլ չի տալիս ջրին եռալ ու գոլորշիանալ, ինչպես նաև կանխարգելում է անկառավարելի այրումը։ Առանց ազոտի կյանքն այնպիսին, ինչպիսին մենք ենք հասկանում, անհնար է։ Երկրորդ պայմանը թթվածինն է։ Դրա միջոցով կենդանի օրգանիզմները շատ ավելի էֆեկտիվ կերպով են էներգիա ստանում, քան թթվածնազուրկ միջավայրում։ Բացի այդ, առանց թթվածնի, հետևաբար առանց կրակի, բավականին բարդ է պատկերացնել տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթություն։ Սակայն թթվածինը բնության մեջ հենց այնպես չի առաջանում։ Դրա արտադրության համար անհրաժեշտ է օրինակ ֆոտոսինթեզ, հետևաբար նաև ածխաթթու գազ։ Վերջինի գլխավոր մատակարարները հրաբուխներն են, իսկ հրաբուխները սալերի տեկտոնիկ ակտիվության արդյունք են։ Դուրս է գալիս առանց մոլորակի երկրաբանական ակտիվության չի կարող լինել նաև քաղաքակրթություն։ Բոլոր այս պայմանները միասին երկրի երկվորյակ մոլորակների գոյությունը մեր գալակտիկայում դարձնում են շատ հազվագյուտ։ Գիտնականների գնահատականներով մեզ ամենամոտ նման մոլորակը, որի վրա կարող է բանական կյանք առաջացած լինել, այնքան հեռու է, որ ազդանշաններն այնտեղից մեզ մոտ գալու են տասնյակ հազարավոր տարիների ընթացքում։ Կա ևս մեկ կարևոր եզրակացություն. տիեզերքում կյանքի ու բանականության զարգացումը սինխրոն չէ։ Որոշ քաղաքակրթություններ կարող են վաղուց անհետացած լինել, մյուսները նոր են առաջանում։ Ու եթե հիմա գոյություն ունի հասարակություն, որի հետ մենք կկարողանայինք հատվել ժամանակի առումով, ապա այն պետք է մեզանից շատ ավելի հին լինի։ Հաշվարկների համաձայն նվազագույնը 280,000 տարով։ Այլ կերպ ասած, այս խիստ սպեկուլյատիվ աշխատանքի համաձայն, եթե ծիր կաթինում կա քաղաքակրթություն, որը կարող է հաղորդակցվել մարդկության հետ, ապա այն ամենայն հավանականությամբ շատ ավելի հին է, ավելի զարգացած ու գտնվում է մեր հսկա գալակտիկայի հակառակ կողմում։
Գիտնականները զգուշացնում են, մերձափնյա հատվածների համար դարերով որպես կենդանի վահան ծառայող կորալային խութերն այսօր չեն հասցնում ծովի մակերևույթի բարձրացման հետևից։ Nature ամսագրում հրապարակված հետազոտությունները ցույց են տալիս տագնապալի թվեր։ Կորալների աճի միջին արագությունը չի գերազանցում տարեկան 2 մմ, իսկ այ համաշխարհային օվկիանոսի մակարդակը տարեկան աճում է 3,6 մմ-ով, ինչը սա նշանակում պրակտիկ առումով։ Դարավերջին ծանծաղուտային խութերը գտնվելու են 0,7-ից 1,2 մետր ավելի խորը, քան այսօր։ Փոթորիկների ու ջրհեղեղների ժամանակ հարվածային ալիքը թուլացնելու նրանց պաշտպանական դերը զգալիորեն կթուլանա։ Ափամերձ հատվածները կդառնան ավելի խոցելի, իսկ քաղաքները ավելի ուժեղ հեղեղների վտանգի տակ։ Էքսետերյան համալսարանի գիտնականների խումբն ուսումնասիրել է խութերի ծակոտկենությունը, օգտագործելով լեռնապարներում հայտնաբերված բրածո կորալային խութերի բարձր կետայնության 66 լուսանկար։ Դա թույլ է տվել ճշգրիտ պատկերացնել, թե որքան արագ են խութերն ուղղահայաց աճում կորալային կարկասների հաշվին։ Պարզվել է, որ Արևմտյան Ատլանտիկայի խութերի ուղղահայաց աճի արագությունը 12,4%-ով ավելի ցածր է, քան համարվում էր նախկինում։ Պատճառը ծակոտկենության հաշվարկներում առկա անճշտություններն են։ Կորալների մեռած թաղանթները ավելի խիտ են, քան ենթադրում էին գիտնականները, հետևաբար ստեղծում են ավելի արագ աճի պատրանք։ Կանխատեսումները դրամատիկ են։ Արդեն 2040 թվականին Արևմտյան Ատլանտիկայի խութերի 70%-ը կարող է ենթարկվել էրոզիայի, ու եթե գլոբալ տաքացումը գերազանցի 2 աստիճանը, ապա դարավերջին այս խութերի ավելի քան 99%-ը վտանգված է լինելու։ Այլ կերպ ասած, կորալային խութերը, որոնք դարերով պաշտպանել են ափամերձ հատվածները օվկիանոսի հզոր ուժերից, հայտնվել են իրենց կարևոր դերը կորցնելու վտանգի առաջ։ Առանց գլոբալ տաքացման դեմ ուղղված շտապ միջոցների մենք կարող ենք զրկվել ոչ միայն կենդանի էկոհամակարգերից, այլև միլիոնավոր մարդկանց պաշտպանող կենդանի վահանից։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ գիրքը Ռիչարդ Մորգանի «Ձևափոխված ածխածինն» է։ «Ձևափոխված ածխածինը» գիտաֆանտաստիկ թրիլեր է, որում ապագան միաժամանակ հիացնում է եւ վախեցնում։ Իրադարձությունները ծավալվում են 25-րդ դարում, երբ մարդկային գիտակցությունը հնարավոր է թվայնացնել ու տեղափոխել մի մարմնից մյուսը։ Հարուստ ու ազդեցիկ մարդիկ ըստ էության անմահ են, անընդհատ նոր մարմիններ գնելով, իսկ աղքատները մնում են մահկանացու։ Գլխավոր հերոսը նախկին զինվորական Տակեշի Կովաչն է, ում արթնացրել են 100-ամյա քնից, որպեսզի նա հետաքննի մի խորհրդավոր սպանություն։ Նրա առաքելությունը բացահայտում է դաժան սոցիալական կոնտրաստները ու մարդկությունն անճանաչելիորեն փոխող տեխնոլոգիաների մութ կողմը։ Սա գիրք է անմահության, իշխանության եւ այն գնի մասին, որը վճարվում է կյանքի եւ մահվան նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։